Մարտի 17-ից 19-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։ Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարության հետ։ Մասկատում տեղի կունենա Հայաստանի դեսպանության պաշտոնական բացումը։ Առաջիկա խորհրդանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն պայքարի մեջ են մտնում միասին։ Նրանց է միացել նաև Առաջ կուսակցությունը։ Հայաստան խմբակցության վարչապետի թեկնածուն է Ռոբերտ Քոչարյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. հնարավոր է առողջապահության նախարարությունը միավորվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ։ Նախաձեռնության հիմնական շահառուներից մեկը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որն ակտիվ աշխատում է, որպեսզի ընտրություններից հետո ձևավորվելի կառավարությունում հենց ինքը զբաղեցնի միավորված նախարարության ղեկավարի պաշտոնը։ Հրապարակ թերթը գրում է. Գորիս համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանը փորձում է 2 լարի վրա խաղալ։ Համայնքապետարանում վստահեցրել է, որ ընտրություններին ՔՊ-ի օգտին չի աշխատելու։ ՔՊ-ին էլ վստահեցնում է, որ Գորիսն իրենցն է։ Նա թերթի տեղեկություններով ընդդիմադիր մի քանի շրջանակներից առաջարկներ ունի, բայց որոշել է ընդունել Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանի առաջարկը եւ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։ Հայաստանի խնդրանքով Եմեն-Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ, որպեսզի օգնի դիմակայել սպառնալիքներին երկրում կայանալիք ընտրությունների նախաշեմին։ Մենք Հայաստանին միայնակ չենք թողնի արտաքին միջամտության դեմ հանդիման։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Ինտերի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը վնասվածք է ստացել։ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների հարվածների։ Շենքում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Reuters-ը։ Իրաքի անվտանգության աղբյուրները հարձակումը որակել են որպես ամենաուժեղ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր։ Իրանը ոչնչացրել է ամերիկյան կործանիչների պահեստները Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի ավիաբազաներում։ Իրանի դեմ ռազմական գործողությունը կանխել է 3-րդ համաշխարհային պատերազմը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, եթե դա չանեին, կսկսվեր միջուկային պատերազմ, որը կվերածվեր 3-րդ համաշխարհայինի։